Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան շնորհավորական ուղերձ հղեց Մայրության եւ Գեղեցկության տոնին առիթով։ Հայաստանի նախագահի աշխատակազմի դարաձած ուղերձին մեջ ասված է. «Սիրելի կանայք, սիրելի մայրեր, ջերմորեն կշնորհավորեմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման եւ Մայրության Գեղեցկության տոնին առիթով։ Այս օրը մեզ կհիշեցնե կյանքի սկիզբի հույսի եւ պատասխանատվության մասին։ Ձեր համբերությունը, խնամքը կարեւոր դեր ունին մեր առօրյա եւ պետական կյանքի կազմակերպման եւ զարգացման գործի մեջ։ Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի, այն կգապվի ոչ միայն ընտանիքի, այլև հայրենիքի, լեզվի եւ մշակույթի հետ որպես պահպանման եւ շարունակության հիմք։ Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր, թող այս տոնը բերե հանգստություն, վստահություն եւ նոր ուժ», ասված է նախագահի շնորհավորական ուղերձի մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցած է սպորտի ոլորտի ներս տարվան լավագույններու ընտրություն 2025 մրցույթի հաղթողներու բարգեւատրության եւ մեծարման հանդիսավոր արարողության, որը կազմակերպված է սպորտի միջազգային օրվան առիթով։ Վարչապետ Փաշինյանին խոսքով այդ ուղղությամբ այսօր լուրջ քայլեր կառնվին, ինչպես օրինակ հայտնի մարզիկներու անուններով մարզադպրոցներու կառուցումը։ Վարչապետը շնորհակալություն հայտնած է բոլոր մարզիկներուն, որոնք իրենց հաջողություններով բարձրացուցին Հայաստանի մարզական վարկանիշը եւ բերկրանքի աննկարագրելի բահեր նվիրեցին Հայաստանի քաղաքացիներուն։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ ապրիլի 8-ի երեկոյան պիտի հրամայե լայնածավալ հարձակումներ կատարել Իրանի քաղաքացիական էլեկտրակայաններուն եւ գամուրջներուն վրա, եթե Թեհրան չհամաձայնի գործարքին, որը վերջ պիտի դա ավելի քան 5 շաբաթ շարունակվող պատերազմն։ Ամբողջ երկիրը գժնա ոչնչանալ մեկ գիշերվան ընթացքին հայտարարած է Թրամփ ապրիլ 6-ին Սպիտակ տան մեջ ունեցած ասուլիսի ընթացքին։ Ամերիկայի նախագահը հույս հայտնած է, որ ինք ստիպված չլար երթալ այդ քայլի։ Թրամփ վերջնաժամկետ ներկայացուցած է Իրանին, պահանջելով հրաժարել գորիզային զենքեն եւ բանալ Հորմուզի նեղուցը բոլոր նավերու համար։ Սաուդյան Արաբիա հակաօդային պաշտպանությունը վերջին քանի ժամվան ընթացքին որսացած է Իրանի կողմեն արձակված 18 անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնած է Սաուդական Արաբիա պաշտպանության նախարարությունը։ Ավելի գանուխ նախարարությունը հայտնած է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը որսացած եւ ոչնչացուցած է Իրանեն թագավորության արևելյան նահանգի ուղղությամբ արձակված 7 հրթիռներ։ Հայտարարության համաձայն Իրանեն արձակված հրթիռներու փեգորները ինգած են Սաուդական Արաբիա ուժանույթի կառույցներուն վրա պատճառելով վնասներ։ Իրան հարվածներ հաստուցած է Բահրեյնին, Սաուդական Արաբիա եւ Իրաքին։ Բահրեյնի մեջ տեղակայված ամերիկյան կայաններ ցիրախավորված են իրանյան հրթիռներով գահաղորդե ֆարս գործակալությունը։ Հարված հասցված է նաեւ Սաուդական Արաբիա քարյուղի վերամշակման գործարանին, որում պատճառով հրթիռ բռնկած է։ Բացի ածկի անօդաչու թռչող սարքը ինգած է Իրաքի Իրբիլ քաղաքի մեջ տեղակայված ամերիկյան կայանին վրա։ Մեկ շաբթվան ընթացքին Ռուսաստանի դարածքին մեջ Ուկրաինայո զինված ուժերու հարվածներուն պատճառով զոհված է 25 խաղաղ բնակիչ, անոնց մեջ լալով 2 երեխաներ։ Այս մասին TASS-ին հայտնած է Ռուսաստանի արտաքին գործոս նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկ։ Ուկրաինան Ռուսաստանին հնարավոր ուժանույթի զինադատարի առաջարկ ներկայացուցած է։ Այդ մասին հայտարարած է Ուկրաինայո նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գահորթե ուկրաինական 24-րդ ալիքը։ Բարենի եւ Գյուղատնտեսության գազագերբության բարենային ապրանքներու քիները մարտ ամսուն աճած են մերձավոր արևելքի մեջ հագամարտության հետևանքով ուժանույթի քիներու բարձրացման պայմաններու մեջ։ Հագամարտությունը սկսել են ի վեր քիներու աճը համեմատաբար կապված է քարյուղի քիներու բարձրացումով, նշած է Բարենի եւ Գյուղատնտեսության գազագերբության գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։ Սակայն եթե հագամարտությունը ցկցկվի 40 օրեն ավելի մեծականակ ներդրումներու եւ ներկայիս ցած շահութաբերության պայմաններու մեջ, ապա գյուղատնտեսները ստիպված պիտի լան կանգնել ընտրության առջև, շարունակել արտադրությունը պահպանելով նույն ծավալը, կատարելով ավելի քիչ ներդրումներ։ Ամերիկյան Օրիոն դիեզերանավը ավարտեց լուսնի շուրջ իր բդույթը եւ այժմ կվերադառնա երկիր, կհաղորդի Armenpress։ Այս մասին հայտարարած է NASA-ն, այն կգտնվի իր թռիչքի վերջին շրջանին վերադառնալով երկիր, ասված է հայտարարության մեջ։ Անձնագազմը գրծած է թիդարգել լուսնի արևի լույսով լուսավորված մակերևույթը մոտ 5 ժամ։ Առաջին անգամ դիեզերաքննածները ուսումնասիրած են ադոր հագարակ կողմը նախորդ ամերիկյան Ապոլոն առաքելություններու համեմատ ավելի բարձր եւ ավելի լայն թիդագետ են։ Ապրիլ 10-ին պիտի վերադառնա երկիր վայրեջ կատարելով Խաղաղ օվկիանոսի մեջ անոնց հաջող թռիչքը շնորհավորած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։